Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ բժիշկ, հասարակական եւ մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վարդապետյան։ Բարև ձեզ։ Պարոն Վարդապետյան, թեև գիտեմ, որ վերջին օրերին Եվրոպայում եք, բայց վստահ եմ այնուամենայնիվ հետևել եք այնտեղից էլ, թե ինչ է տեղի ունենում ներքաղաքական դաշտում, քարոզարշավ է, ինչպես կգնահատեք նախ քարոզարշավի ընթացքը եւ ծրագրերը, առաջարկները ինչի մասին են։ Անշուշտ հետևել եմ, բայց իհարկե կուզենայի մեր հարցազրույցի նախաբանը սկսել իմ որոշակի մշակութային տպավորություններով, ինչը կարող է զարմանալի թվալ։ Ես հաճախ եմ լինում եվրոպական երկրներում եւ մեր հանրությանը հայտնի է, որ բուռն մշակութային կյանքով եմ ապրում եւ նաեւ ծավալում նույնքան ակտիվ մշակութային գործունեություն։ Հպարտությամբ պետք է ասեմ, որ այս օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համաեվրոպական շրջագայության էր նվիրված Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին եւ այդ համերգաշարը կազմակերպել էր Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունը։ Տեսեք ինչքան լավ բաներ է տեղի ունենում։ Եվ 5 երկրներում ամենահայտնի համերգասրահներում ինձ բախտ վիճակվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում գլխավոր համերգասրահում ներկա գտնվել եւ ոչ միայն վայելել այդ մեծ փառահեղ մշակութային իրադարձությունը, այլ տեսնել, թե խստապահանջ եվրոպացի հանդիսատեսը ինչպիսի պատկերացում կազմեց մեր ժողովրդի մշակույթի։ Ես չեմ ուզում հատուկ ընդգծել, որտեվ մեր հռչակավոր ջութակահարի Սերգեյ Խաչատրյանի համբավը եւ մեծությունը հայտնի է ողջ աշխարհին եւ թույլ տվեք սա բարձրագոչ խոսքեր չի, ես նրան անվանում եմ համաշխարհային գանձ, հայոց աշխարհի մշակութային համաշխարհային գանձ, բայց այն, որ մի նվագախումբ, երաժշտական մի կոլեկտիվ, որ կարող է զարմացնել խստապահանջ եվրոպացի հանդիսատեսին, իմ հպարտությանը եւ ոգևորությանը չափ ու սահման չկար։ Եվ իհարկե ես ուզում եմ հատուկ ընդգծել նվագախմբի բոլոր երաժիշտներին, կազմակերպիչներին եւ առանձնահատուկ իմ երախտագիտությունը հայտնել իմ հրաշալի բարեկամ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, որի արված ջանքերը նկատել եւ չարտահայտվել ես չէի կարող։ Հիմա տեսեք, ես քաղաքական երգչախմբին անդրադառնանք։ Ես այս մշակութային նախաբանից հետո, ուրեմն այս ոգևորությամբ ես վերադառնում եմ եւ ընդհանրապես վերջին բոլոր վերադարձերի կամ մեկնումների ժամանակ, երբ տեսնում եմ ռուս սահմանապահների փոխարեն նստած են մեր հայրենակիցները, որ աշխատում են կոկի գրագետ, սա եւս իմ մեջ մի գեղեցիկ հպարտության զգացողություն է առաջացնում։ Ես չգիտեմ, կարող է դրան շատերը ուշադրություն չեն դարձնում, բայց ինձ համար սա եւս անկախության, անկախ պետականության մի ցուցանիշ է։ Եվ ամեն մեկի անձնագրում տեսնում եմ դնում են հուշաթերթիկներ։ Անմիջապես բացեցի եւ տեսնում եմ իրազեկ քաղաքացիների միությունը զգուշացնում է, թե ինչպիսի պատիժներ կարող են կրել ընտրակեղծարարության դեպքում, այսինքն երբ որ ընտրակաշարք են վերցնում, այստեղ էլ ես ինչ շատ լավ զգացի, ասիս հրաշալի մենք տեսեք ինչպիսի արդեն պետականության այդ զգացողությունը, որ ընտրակաշարքի համար այսպիսի պատիժներ է հասնում, եւ ես դրան հատուկ ուզում եմ ուշադրություն դարձնել։ Տեսեք, մենք կարծես թե շատ շռայլ ենք գտնվում ժողովրդավարական արժեքների հանդեպ։ Ինչ նկատի ունեք։ Այսինքն ինչ նկատի ունեմ։ Մեր երկարատև պայքարի արդյունքում վերջապես 18 թվականի հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը ես համարում եմ եւ շատերն են համարում լեգիտիմ իշխանությունների ձևավորումը ազատ անկախ ընտրությունների միջոցով։ Նույնիսկ Հայաստանում հաջողվեց հետպատերազմյան ծանր իրավիճակում անցկացնել ժողովրդավարական ազատ անկախ ընտրություններ եւ ձևավորել լեգիտիմ իշխանություն։ Եվ եթե այդպիսի ընտրություններ չլինեին, մենք այսօրվա
որոշակի բավականին մեծ ձեռքբերումներ հաստատ չէինք ունենա, բայց հիմա ինչ է ստացվում, ում դեմ մենք պայքարել ենք, որ հասել ենք լեգիտիմ իշխանություններ ձևավորելու, ինչ է, հիմա նորից մենք հետ վերադարձ ենք կատարում, օրական մենք տեսնում ենք Սամվել Կարապետյանը հետ վերադարձ է։ Ընդհանրապես, այդ ընտրակաշարքի բաժանելու, տեսեք անընդհատ հակակոռուպցիոն կոմիտեում, ոստիկանությունում դեպքեր են արձանագրվում եւ սրանք massայական բնույթ են կրում։ Ընդ որում, եթե ուշադիր հետևեք, կտեսնեք, արդեն սարսափելի մեծ թվեր, 150,000, 180,000 եւ անգամ այդ հեռախոսազանգերը, երբ որ լսում ենք, այդ ընտրակաշարք բաժանողները մարդկանց ինչ արհամարական անգամ հայոյանքով արտահայտություններ չնայած պիտի ասեմ որ ովքեր վերցնում են նաև երևի արժանի են դրան բայց բոլոր դեպքերում անընդհատ այս դեպքերը գրանցվում են եւ չգիտեմ ով պիտի միջոցներ ձեռք առնի հիմա տեսեք ինչքան դեպքեր քաղաքացիության հետ կապված խնդիրներ իսկ ինչ միջոցներ ինչ միջոցներ Ես չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է, բայց պարզվում է, որ նա միայն գրանցող մարմին է։ Ըստ երևույթին պիտի սահմանադրական դատարանը այս հարցով ահազանգ բարձրացնի, որ այսքան ընտրակեղծարարություններ, քաղաքացիության հետ կապված խնդիրներ պիտի հնչի այդ ահազանգը։ Կամ գիտեք, ես անգամ հիշում եմ ամիսներ առաջ Եվրադատարանի որոշում կայացվեց մարտի 1-ի հետ կապված 4 պատասխանատուների Ինչու՞ չի գործի դրվում, այսինքն այս ամենը անեն եւ հիմա գան ժողովրդի արչեւ նայեն, սա անթույլատրելի մի բան է։ Ու գիտեք ինչ, ես ուզում եմ հիշեցնել, իհարկե ինձ ճանաչողները լավ գիտեն, դեռևս 2003 թվականի ընտրակեղծարարություններից հետո, 2008-ի ընտրակեղծարարություններից եւ մարտի 1-ից Ամեն անգամ ես գրել եմ եւ ունեմ փաստացի բազմաթիվ հոդվածներ հրապարակախոսական նյութեր, որտեղ ասում եմ, գիտեք, այս ընտրակեղծիքների ճանապարհը մեզ տանելու է պետականության թուլացման, մարդու իրավունքների ոտնահարման եւ սրանով մենք Ղարաբաղ ենք կորցնելու, Արցախ ենք կորցնելու, նայում եւ երևի չէին հասկանում։ Եվ նորից եմ ուզում ասել, մենք բոլոր այդ կորուստները, դիվանագիտության մեջ այդ պարտությունները Այս ամենը եղել է պետությունը թուլացնելով, մեր դիմադրողականությունը անընդհատ թուլացնել երկիրը այնքան եւ հասցնել այս հանգրվանի։ Հիմա ինչ է մենք նորից հետ նահանջ ենք կատարում, դրա համար պետք է համապատասխան մարմինները շատ ավելի խիստ միջոցներ ձեռնարկեն։ Լավ մի ուրիշ բան ասեմ, Էրմինե ջան։ Դուք տեսեք, հատուկ կետ կա, չէ՞ որ տեխնացուները պետք է տիրապետեն մայրենի լեզվին։ Ես ուղղակի սարսափում եմ, երբ որոշ տեխնացուներ հատկապես, ինչպես էին անվանում, եռագլուխ այդ գլուխները բազմաթիվ են իմ կարծիքով, դա 3 հիմնական գլուխներն են եւ կան բազմաթիվ փոքր-մոքր գլխիկներ եւս։ Մի հատ դուք լսեք դրանց հայրենի իմացությունը։ Դա սարսափելի մի բան է։ Տերմինաբանական կոմիտեն երևի ակնդետ պետք է հետևի, թե օրական ինչ նոր բառաշինությամբ է զբաղվում երկրորդ նախագահը։ Ես չեմ հասկանում, միթե կարելի այսքան տարի բնակվել Հայաստանում եւ չտիրապետել մայրենիին։ Սա նաեւ ես համարում եմ արհամարանք մայրենի լեզվի հանդեպ։ Այսինքն սա նույնպես հիմնավորում է, որ պետք է անգամ լեզուն չտիրապետելու համար կասեցնել։ Եվ գիտեք որն է ծաղրը, անընդհատ բառերը աղավաղվում են, հայտարակ տերմիններ, հայտարակ անգրագիտություն, մեկ էլ տեսնում եմ տվյալ անձը երկրի վարչապետին ասում է անգրագետ։ Չգիտես, այստեղ են ասել լաս թե խնդաս, շատ տխուր իրավիճակ։ Ու ես հիշում եմ այն խոսքը, որ սրանք պղծում են հայոց լեզվի սրբազան տաճարը։ Չի կարելի այս աստիճանի անգրագիտություններ թույլ տալ։ Ես ունեմ մի ցուցակ, որ ի սկզբանե գրի եմ առել, ովքեր ինչ աղավաղումներ են արել։ Միջայլոց ես վաղուց եմ զբաղվել եւ միշտ բծախնդիր եմ եղել մայրենի լեզվի պահպանության հարցերով։
Եվ այնպիսի սխալներ գրանցած ունեմ, ուղղակի ժամանակ չկա, որ թվեմ դուք այստեղ երևի ապշեցուցիչ բաներ է, դրանք կզարմանաք։ Պետք է շատ խնայել ժողովրդավարությունը եւ պաշտպանել մեր ժողովրդավարությունը ահա այս ուժերից։ Եթե պետք է չգրանցել եւ ես նաեւ հաճույքով պիտի ասեմ, երբ որ վերջին բոլոր շրջագայությունների ժամանակ լինում եմ եվրոպական երկրներում, այնքան հաճելի է տեսնել ինչ մեծ համակրանք գոյություն ունի մեր պետության, մեր ժողովրդի հանդեպ։ Դա հրաշալի մի բան է։ Հիմա դուք կարող եք ասեք ինչի նախկինում այդպես չէր։ Նախկինում կարող է իմանային մեր մշակույթի հանճարեղ գործիչներին, մեր մեծերին, բայց մեր պետության եւ մեր ժողովրդի վերաբերյալ առհասարակ այդպիսի վերաբերմունք ընդգծված ես տեսնում եմ հիմա։ Եվ տեսեք ամբողջ այդ եվրոպական կառույցների ուշադրությունը, հավաքը, այդ ամեն ինչը որ կազմակերպվեց, դա էլ իր հնչեղությունը ունեցավ։ Եվ ես վստահ եմ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես որ զբաղվում եմ բժշկությամբ, մշակութային գործունեությամբ, իմ երկրի հեղինակությունը ինձ հնարավորություն է տալու շատ հրաշալի գործեր իրականացնել եւ ես այդ ճանապարհին եմ ու վստահ եմ որ շուտով ես մեր մշակութային հանրությանը շատ կարևոր հետաքրքիր միջոցառումների մասին կտեղեկացնեմ։ Պարոն Վարդապետյան, քանի որ խոսեցիք ժողովրդավարության մասին, ինչ եք կարծում, ինչ որ իմաստով Նիկոլ Փաշինյանը թող բարձր չհնչի, բայց նաև ժողովրդավարության այսպես օրինակ չէ, մաստեր կլաս ցույց չի տալիս, նկատի ունեմ, օրինակ երբ եք տեսել, որ Քոչարյանը դուրս գա մարդկանց մեջ եւ քարոզարշավ իրականացնի։ Դե ես հենց դա նկատի ունեի, տեսեք։ Եվ նաև մարտի 1-ի դուք մի հատ հիշեք, այսօր այդ ժողովրդավարության ընձեռած հնարավորություններից դուրս են թափվել բոլորը եւ հանդիպում են իրենց այսպես կոչված համակիրների կամ բերովի շահադիտական նպատակներով բերման ենթարկված ունկնդիրների ու ներկայացուցիչների առջև։ Բայց երբ որ ես հիշում եմ անգամ իրենց երթման արարողությունը, մի քանի ոստիկանական շարքեր անգամ թրջունն ու ճանճը չէր կարող մոտենալ այդպիսի պայմաններում։ Իսկ հիմա նայում ես Հայ Միչայլոս դա անգամ Եվրոպաներում նկատել են, ինձ զանգ են տալիս, ասում են, այսինչ աստիճանի ժողովրդավարություն է ձեր ղեկավարի հետ, ով ասես մոտենում է, խոսում է, իր հարցն է տալիս, ես երբեմն նույնիսկ համարում եմ դա անթույլատրելի, որովհետև այդքան պատահական մարդիկ երբեմն հանդիպում են մարդիկ, որոնք ոչ միայն հարց են տալիս, ես ճիշտ ասած զարմանում եմ, որտեղ ամեն մեկը իր կրթվածության եւ դաստիարակության չափով մարդիկ կան ուղակի վարչապետը բարևում է, իրենք չեն ուզում բարևել, թեև իրենք են մոտեցել, ուղում են հարց, հետո սկսում են բղավել, անգամ մատներն են մտցնում երկրի ղեկավարի աչքերը, սա ճիշտ ասած անտանելի է տեսարանները։ Դրա համար չափից դուրս եւ հետո էլ Միչայլոց ինքը շատ ճիշտ խոստովանեց, որ էմոցիոնալ անձնավորություն։ Այո, ես այդ էմոցիաները գնահատում եմ, որտեղ ինքս էլ էմոցիոնալ եմ, թեև միանշանակ պիտի խնդրեմ, որ երկրի վարչապետը հնարավորինս ավելի իր էմոցիաները զսպի, բայց թե մեզ համար շատ հեշտ է այդպես ասել, նույնիսկ զարմանալ կարելի է, ինչպես է ամեն մեկի հետ սկսում խոսել, բացատրել հարցերին, անգամ ես այդ համբերատարության վրա եմ զարմանում։ Եվ մարտի 1-ի մասով, պարոն Վարդապետյան, դա էլ է ժողովրդավարության ճակերտավոր ասած բարիքներից, որ մինչև հիմա մարտի 1-ի պատասխանատուները ըստ էության չեն ենթարկվել պատասխանատվության։ Դա ամենացավոտ հարցն է։ Մանավանդ ներողություն եմ խնդրում հավելեմ Ռոբերտ Քոչարյանը անգամ հենց ընդդիմությանն է մեղադրում, ասում է անձամբ Նիկոլ Փաշինյանն է սադրել։ Դե դա եմ ուզում ասել, դա ամենացավոտ հարցն է, մանավանդ բոլոր այն մարդիկ, ովքեր ոտքի էին ելել իրականացնելու հեղափոխությունը, ունեին մեծ սպասելիքներ եւ առաջին հերթին այդ պատասխանատուներին պատժելու հարցում, իհարկե ավելի հեռատես եւ խորիմաստ մարդիկ հասկանում են ինչի է դա ուշացել, բայց ես վստահ եմ, որ որքան էլ ուշանա, միևնույն է խուսափելու տեղ չկա։ Միանգամայն ճիշտ եք։ Այսինքն միեդի վճռից հետո գոնե մեր դատական համակարգը հուսանք։ Եվ օգտվելով այս հնարավորությունից
ես նաև ուզում եմ ինձ ճանաչող քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր կողմնորոշված են եւ պետք է ճիշտ ընտրություն կատարեն, իսկ հիմա ներեցեք, ես ինչ բարոյական իրավունք ունեմ իբրև անհատ նստեմ ասեմ, որն է ճիշտ ուղղություն, որն է սխալ, բայց իրավունք ունեմ իմ տեսակետը արտահայտելու։ Մենք ընտրում ենք երկրի զարգացման ուղի, այսինքն մենք ընտրում ենք խաղաղություն տանող ճանապարհը, մենք ընտրում ենք նորմալ, հուսալի դաշնակից ունենալու ճանապարհը, իսկ դա դժվար չէ։ Կարող է երևի 30, 50, 100 տարվա պատմությունը մարդ չիմանա, իրազեկված չլինի, բայց ամեն ինչ վերջին տարիների իրադարձությունները մեր աչքի առջև, ով դադարեցրեց ջերմուկ եւ Վարդենիս ներխուժումը, որ երկիրը եւ երկրներն են ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունը կայանա որպես անկախ պետականություն, ժողովրդավարություն եւ ամրապնդվի խաղաղությունը, ահա մեր դաշնակիցը։ Եվ նաեւ ցավով պիտի ասեմ, որ այն երկիրը, որը հիմա շատ ավելի հիվանդագին է ընդունում այս ամենը, հիվանդագին, թող մեղքը նախ եւ առաջ փնտրի իր իշխանության, այսինքն Կրեմլի քաղաքականության մեջ, որոնք ամեն ինչ արեցին եւ շարունակում են անել նաեւ այսօր։ Իրենց ընտրած այս ջոկատներով 5-րդ շարասյուն կոչվող։ Պատկերացրեք, արդյոք հայ ժողովրդի համար կարող է լինել ավելի ատելի կերպար, կամ մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի հետ ասոցացվող դեմքը դեմքերը բերել եւ հայ ժողովրդին դեմ տալ։ Դա ուղղակի ընկալելի չէ։ Եվ որքան իրենք աջակցություն հայտնեն, այնքան Հայաստանում այդ տրամադրությունները ավելի կխորանան։ Պարոն Վարդապետյան, բայց աջակցությունից բացի նաև ամենօրյա ռեժիմով մեզ հիշեցնում են, որ ինչ-որ իմաստով, փոխաբերական իմաստով մտրակելու են մեզ, եթե մենք այլ ճանապարհ բռնենք։ Լարսը կփակենք, գազը կթանկացնենք, գյուղմթերքը մի մոռացեք։ Հիմա այս մտրակը ինչի մասին է։ Գիտեք ինչ կա։ Այդ վախի մթնոլորտը լավ տեղ է տանում։ Գիտեք ինչ կա։ Ես դա չեմ զարմանում, որ այդպես կար եւ ընդհանրապես որքան օրերը մոտենան, ավելի է շիկանալու, թեև թվում է այլևս շիկանալու տեղ չկա, երբ որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները արդեն ամենավերից սկսած միջև բոլոր օղակները ահազանգում են, խոսում են, ահաբեկում են, սա տերորիզմ է։ Եվ ես վստահ եմ, եթե հայ ժողովուրդը իր սկզբունքային դիրքորոշումը ցույց տա, այսինքն պաշտպանի իր ընտրած ուղին, ես սկիսատ թողեցի, այսինքն ովքեր կողմնորոշված են այսօրվա իշխանությանը աջակցելու եւ նրա դիրքերը ամրապնդելու, ես միայն խրախուսում եմ եւ իմ գոհունակությունն եմ հայտնում, բայց առավել եւս Հերմինե ջան, խրախուսում եմ եւ ավելի իմ գոհունակությունը արտահայտում եմ այն քաղաքացիներին, ովքեր մի քիչ ավելի հեռուն են նայում եւ ցանկանում են, որ Հայաստանում պարլամենտը, խորհրդարանը ունենա գաղափարական ընդդիմություն։ Մեր ժողովրդի որ մասն է ըստ սոցհարցումների արևմտյան գաղափարներ համակրում 60% եւ ավելի։ Ուրեմն պետք է ազգային ժողովում լինի մի խմբակցություն, որ զուտ արևմտյան գաղափարներ համակրի։ Դուք պատկերացրեք, ինչպիսի գաղափարական բանավեճեր տեղի կունենան, եթե Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանը ընդդիմություն է եւ բանավեճ է ընթանում տնտեսական հարցերով, գաղափարական տարբեր, սա երկրի առաջ տանող ուժն է եւ արևմուտքը տեսնում է, որ արդեն Հայաստանում կա զուտ արևմտյան գաղափարախոսությունը կրող ուժ, սա նույնիսկ մեծացնում է իշխանությունների մանևրելու քաղաքականությունը, այնպես որ ովքեր ընտրում են իշխանությանը, միանշանակ խրախուսում եմ, ովքեր կողմնորոշված չեն կամ ավելի հեռատոսորեն ուզում են ընտրել
ընդդիմափոխություն իրականացնել, ես միանշանակ իմ համակրանքը արտահայտում եմ, հորդորում եմ Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան։ Իհարկե այնտեղ էլի կան արևմտյան գաղափարախոսություն կրող ուժեր, որոնց հանդեպ նույնպես ունեմ իմ համակրանքը, բայց թող ներվի, ես նաև սա սուբյեկտիվ ձևով իմ կողմնորոշումն եմ արտահայտում, իսկ մնացածի մեջ ես չգիտեմ, արդյոք արժե ընտրություն կատարել եւ ձայն տալ այն ուժերին, որոնք ոտքի են ելել սեփական պետականությունը ականապատելու։ Ես չեմ ուզում մասնակից դառնան, խորհրդարանում գան նստեն այն ուժերը, որոնք պիտի խարխլեն, որոնք պիտի երկրի համար օրինակ ես ինչպես կարող եմ ընկալել, ինձենորը մի շարք մտավորական մարդիկ ահաբեկված ասում են, դուք տեսնում եք այդ գովազդը, ասում եմ, որ գովազդի մասին է, 300,000 ադրբեջ, ես չեմ պատկերացնում որևէ հայրենանվեր, երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի, որի մտքով անգամ անցնի, որ հնարավոր է այդպիսի հիմարություն 300,000 ադրբեջանցի գա բնակվի Հայաստանում։ Իսկ ում է պետք այդ թեզը այդ դեպքում։ Դե հիմա ես դա եմ ասում, այս ինչ թեմաներ են զարգացնում, ում ջրաղացին են ջուր լցնում, հարևան երկիրը ինչքան պիտի ջանքեր ներդներ, որպիսի Հայաստանում այսպիսի խոսակցություն շրջանառության մեջ մտներ։ Եվ ցավալին այն է, ես նաև հոգեվերլուծություն եմ կատարում, մի մոռացեք իմ մասնագիտությունը, ես հոգեվերլուծություն եմ իրականացնում, ովքեր անընդհատ խոսում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, արևմտյան չգիտեմ ինչ-որ այդ Ադրբեջան եւ այլն, իմացեք, որ նրանք ցանկանում են, այդ ցանկությունը ունեն նրանք, եւ նրանք ուզում են տագնապի վախի մթնոլորտ։ Մի բան եմ ձեզ ուզում հիշեցնել։ Ժամանակին ես լսեցի մի քաղաքագետի Գաբրելյանով, որը զգուշացնում էր, որ պետք է ընդդիմադիր շարժում ձևավորել, որը ղեկավարեն եկեղեցու առաջնորդները։ Ընդամենը կարճ ժամանակ անց նույն առաջարկով հանդես եկավ երկրորդ նախագահը։ Այս նույն մարդուց ես լսեցի վերջին շրջանում այդ 300,000 ադրբեջանցիների, հետո նաև ինչ-որ սկսեցին այնքան առաջանցնել, երբ որ փոխվարչապետ Ադրբեջանի Մուստաֆաև եկել էր, արդեն սկսեցին տարածել, որ եկել է 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցեր քննարկելու, եւ հենց այդ օրերին ես տեսնում եմ այդ 3 գլուխները կազմող կուսակցությունները միաժամանակյա ճիշտ ժամկետի առումով կարծես համազար կտրված է, համընկնում է, յուրայիններին բացատրում են 300,000 ադրբեջանցիների։ Այո, սա շատ տխուր է եւ անգամ սա ես պիտի անվանեմ լրատվական տերորիզմ, ահաբեկչություն, չի կարելի ժողովրդի էմոցիաների հետ խաղալ եւ տագնապի մթնոլորտ ստեղծել։ Միևնույն է, ոչինչ չի հաջողվելու։ Դա չի ազդելու մեր ընտրությունների վրա։ Ես կարծում եմ, որ իրեն հարգող յուրաքանչյուր անձ հիմա լսում են։ Ես ունեմ բազմաթիվ հետևորդներ, համակիրներ, ես խոսում եմ, իմ հետևորդները, ովքեր ինձ հավատում են, լսում են եւ իրազեկվում են։ Բայց մարդկանց սպառնում են բիզնեսներ փակել, լարսը փակել։ Ես հասկացա, եթե մենք մեր ընտրությամբ ճիշտ որոշում կայացրեցինք, ճիշտ ընտրություն կատարեցինք, ապա իմացեք, հաշվի են նստելու այս ընտրության հետ։ Եվ նաև ձեզ պիտի ասեմ, որ դա արդեն տնտեսագետները կարող են հաստատել։ Եթե նախկինում մենք կախված էինք միակողմանիորեն, ապա հիմա նաև մենք ենք մեզանից որոշակի արժեք ներկայացնում, որ այս իրավիճակում Ռուսաստանի տնտեսությունն էլ շատ հարցերում կախված է նաև մեր հետ ունեցած իր հարաբերություններից։ Եվ պարոն Վարդապետյան, խոսենք նաև սահմանադրության, օրենքի նկատմամբ ունեցած, այսպես ասած, հատուկ
հեգնական վերաբերմունքի մասին։ Նույն այդ ուժերը, եռագլուխ ուժերը, որոնց մասին խոսում եք, այնքան կամահրանքով են արտահայտվում սահմանադրության մասին։ Մեկը սահմանադրությունը արգելում է, որ մեկը նույնիսկ քաղաքացիություն չունի, արդեն երբ որ դիմում են պարոն վարչապետ, արդեն ինքը պատկերացնում է պարոն վարչապետ։ Դե ինչ ասեմ, նույնիսկ ծիծաղելի է, հիմա մենք սա ինչ մի Մյուսը վարչապետին սպառնում է, որ իմ որ ծայրոցի մոտ կհայտնվես, մյուսն ասում է Սահակաշվիլիի օրը կընկնես։ Սա ինչ մոտեցում է, այս սպառնալիքները։ Ես չեմ ուզում մեր զրույցը էժանացնենք, իջեցնենք, բացարձակ։ Մենք պետք է մնանք միշտ մեր բարձրության վրա։ Քանի որ Եվրոպայից վերադարձել եք ու այդ տպավորություններով կիսվեցիք, ասացիք ինչ այնտեղ պատկերացում ունեն Հայաստանի հայ ժողովրդի մեր մշակույթի մասին։ Ուղղակի հպարտանալ կարելի է, Հերմինե ջան, մեր երկրի հանդեպ եւ իրենք, ինչպես ասեմ, միայն հարգանք չէ, անգամ հարազատության վերին աստիճանի։ Իրենց այնքան է դուր գալիս Հայաստանում այս մթնոլորտը, ինչից մենք խորշում ենք, օրինակ ես ճիշտ ասած ինձ մի պահ անգամ հաճելի չէ, երբ որ տեսնում եմ մարդը կարող է մոտենալ, նայել գոռալ, դաստիարակության այդ բոլոր նորմերը խախտել եւ զարմանում եմ, որ կարելի է այդպես հանդուրժելով, երբեմն էլ ճիշտ ասած բռնկումներ կարող են լինել։ Պարոն Վարդապետյան, բա ինչի մասին են այն բոլոր խոսակցությունները, որ երկիրը կործանվում է, գանք, փրկենք, այս ընտրությունները այդ տեսակ ես իշքան լավ բաներ ասեցի։ Ես էլի շարունակեմ։ Հիմա նայեք, ես քիչ առաջ գալիս եմ, ես տեսնում եմ այն բարեկային ծառայության ինչքան գրագետ, ինչ ձևով են իրենք ցույց տալիս ճանապարհը, վարորդների հետ իրենց խոսելու ձևը, ախր ես մի մոռացեք, ամենահին ընդդիմադիր գործիչներից եմ, քաղաքացիներից եմ, ես 99 հոկտեմբերի 27-ից հետո, ես ի տարբերություն ձեզ եւ շատ շատերի 2008-ից չես 99 թվականից հետո, ես անընդհատ ու ճիշտ ասած ես երբեմն նույնիսկ զարուրել կարելի է, ինչքան տարիներ եմ նվիրել իմ կյանքից այդ պայքարին, բայց եկել հասել ենք ազատ արդար ընտրություններ կատարելու այս մեծ ձեռքբերումը ունեցել ու հիմա դա վտանգի ենթարկենք, դրա համար ես ցավում եմ ու ահազանգ եմ ուզում հնչեցնել, որտեղ պետք է կասեցնել, թույլ չտալ, որտեղ պետք է գործ հարուցել, մենք իրավունք չունենք եւ իմացեք մի բան, ողջ առաջադեմ մարդկությունը, խոսքս արևմուտքի, միայն կողջունի, որտեղ իրենք տեղյակ են, որ Հայաստանում տիրում է ժողովրդավարություն։ Լավ, եկեղեցու վերնախավը։ Երբ հայտարարություններ են անում արդեն քաղաքական ենթատեքստի նույն Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի դրանց անունը Հերմինե ջան ընդհանրապես լսել չեմ ուզում, ինչու չեմ ուզում, որտեղ երբ որ եկեղեցի ասում են, հետո անմիջապես դրանց անունը ես ճիշտ ասած զայրանում եմ։ Ինձ համար ոչ թե դրանք եկեղեցի են, այլ եկեղեցու մեղքն են, եկեղեցու ցավն են, որոնցից այո, ըստ եկեղեցու կանոնների եւ ըստ ամեն մեկի խղճի ապահովության մաքրության համար պիտի հարցը լուծում ստանա եւ իմիջայլոց եկեղեցին ավիրողներն ու պղծողները երբեք թող հանդես չկան եկեղեցու պաշտպաններ, իսկ դրա դեմ պայքարողներն էլ եկեղեցու թշնամիներ։ Ինքնության պաշտպանություն։ Հա, եկել այդ բառը ինքնություն, հիմա տեղից վերկացողը խոսում է ինքնություն։ Մի հատ էլ հարցնես, հետո որ ամենահաճախ է ինքնություն բառը ասում, այդ ինչ է հասկանում։ Ես նույնիսկ չգիտեմ, այդ բառը արտասանողը կարող է գրագետ ձևով գրել ինքնություն։ Էդ էլ եմ կասկածում, են որ ամեն օր տերմինաբանական կոմիտեն պիտի հետևի եւ նոր տերմինը ի հայտ բերի։ Զարմանալի բան։ Եվ ընտրությունը ինչի միջև է, պարոն Վարդապետյան։ Ընտրությունը պետականությունը պահելու, պահպանելու եւ պետականությունը կորցնելու, չգիտեմ, ծայրագավառ է, գուբերնիա եւ այլն։ Խաղաղության եւ Աստված մի արածե գիտեք հակառակը։ Բայց թե նաեւ մի հիմարություն, հիմա էլ անուններ են դնում, սա խաղաղություն չէ, մենք պիտի երաշխավորված, ամենտեղ իրենք էլ երաշխավորվածն ու արժանապատիվ ասելով, պիտի այդտեղ մտցնեն երաշխավորողը անպայման այն երկիրը, որի կողմից իրենք հովանավորվում են։ Միջև այդ երկրի հովանավորությունը չլինի, բայց չեն հասկանում, որ այդ հովանավորության շնորհիվ է ամեն մի կորուստ եւ այլն եկել էս հանգրվանին հասե։ Ու ես չգիտեմ,
Մի հարց, որ ուզում եմ հիմա ես ձեզ ասել, այս մասին ընդհանրապես խոսվել է թե չէ։ Ես իմ պարտն եմ համարում, դա Մակրոնի հետ կապված, գիտեք ինչ է տեղի ունենում։ Ես երախտագետ հայ ժողովրդի ներկայացուցիչ եմ եւ որևէ անհատի ինձ արված բարիքը ես չեմ կարող չգնահատել։ Յուրաքանչյուր անհատի ազնվականությունը, որտեղ ասում են երախտագիտությունը հասկանալ, ընդունել, գնահատել, դա ազնվականության ցուցանիշ է։ Նույնը վերաբերում է նաև ազգին։ Հիմա Ֆրանսիայի մեր հանդեպ ունեցած վերաբերմունքը, մասնավորապես Ֆրանսիայի նախագահի։ Եթե Ֆրանսիա երկրում այնտեղի հայը կլինի, որպես Ֆրանսիայի քաղաքացի, Մակրոնի քաղաքականությունից կդժգոհի, դա իրենց գործն է, բայց մենք Մակրոնից միայն բարիք, օգնություն, խաղաղություն, սպառազինություն, չգիտեմ, ամենալավ բաները, բայց երևի թե որ ջերմ հարաբերությունները երկրի վարչապետի հետ, ես ապշում եմ, թե մարդու հասցեին ինչքան կարող են այդ շրջանակները գրել, թույնը թափել, որը անընդունելի է, ընդհուպ միջև, հիմա հասնում եմ այն գաղափարին, որը ուզում էի ձեզ ասել։ Պրագայում ստորագրված այդ պայմանագիրը, որտեղ Ալմատայի պայմանագրով նախկին խորհրդային միության սահմանների տարածքային ամբողջականության, իրենք գտնում են, որ Մակրոնի միջոցով մենք զրկվեցինք Արցախից, Լեռնային Ղարաբաղից ու մեղադրում են։ Բոլոր այդ բթամիտներին, չգիտեմ, միգուցե լավ չի բացատրված դրամա կամ շատերը ինձ թվում է հասկանալով են անում, մենք Պրագայի այդ պայմանագրով ստիպված կարողացանք երաշխավորել Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը եւ հետագա կորուստները։ Ուրեմն ոչ թե պետք է Պրագայի պայմանագիրը ու նրա հեղինակներին անիծել, այլ ճիշտ գնահատել այդ պայմանագրի նշանակությունը։ Իսկ այն կորուստը, որը որ եղել է, դա գիտեք ինչ կա, 1-2 տարվա չէ, դա 30 տարի սխալ քաղաքականություն վարելու, հոկտեմբերի 27 կազմակերպելու, միջև հիմա մենք գտնվում էինք հոկտեմբերի 27-ի փլատակների տակ։ Այդ ամեն ինչը մոռանում են, բա Վազգեն Սարգսյան կորցնելուց հետո բանակը պիտի երկիրը ուժեղանար, մի քիչ կարելի է չէ մտածել, ոնց կարելի է։ Եվ միաթիշեք, ինչպիսի պայմանագրեր էին ստորագրվում եւ մեզ ինչ էին ներկայացնում։ Փաստորեն, հոկտեմբերի 27-ից մի քանի օր հետո նոյեմբերին Ստամբուլում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խարտիա էին ստորագրում։ Հա, ես իմ ճայլոց չէի ուզենա հետ դարձ կատարել այս թեմայով խոսել եւ ես ուզում եմ, որ մենք վստահենք մեր այսօրվա իշխանությանը, թող իրենց իրատեսական քաղաքականությունը վարեն, ամրապնդեն երկիրը, պետականությունը, իսկ մենք էլ պիտի ըմբռնումով մոտենանք եւ մեր էմոցիաները չփաթաթենք եւ որոշ քայլեր չպարտադրենք։ Բայց նաեւ պիտի խնդրեմ մեր կառավարությանը, իշխանությանը, ոչ միայն խնդրեմ, այլև պահանջեմ, իրենք էլ ծայրահեղ ձևով մեր էմոցիաների մեջ չմտնեն եւ հիմա մարդիկ է, եթե որոշ էմոցիաներ ունեն, թող արտահայտեն, թող պարփվեն, այսինքն մենք չխանգարենք մեկս մյուսին։ Պիտի այդ փոխադարձ ըմբռնումը լինի։ Ես պատկերացնում եմ, որ մեր ժողովուրդը, մեր քաղաքացին պիտի շատ առողջ ընտրություն կատարի, այսինքն հրաշալի բան կլինի, իշխանությունը ամրապնդված եւ իբրև գաղափարական ընդդիմություն, Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, եւ եթե մենք այնքան հասունացած ենք, ուրեմն թող այդ շարասյուները ընդհանրապես պակասեն, մի տվեք ձեր ձայնը այդտեղ, թող այնտեղ նստեն Արման Բաբաջանյան, Շիրինյան, ամեն մեկը իր կարողություններով երկրին անհրաժեշտ են այդ գաղափարները, այդ մտքերը, այդ ունակությունները։ Սահմանափակենք այդ շարասյուները, այդ շարասյուններից լավ հոտ չի գալիս։ Տեսեք, մի հոգու են կալանավոր է
Եվ ինձ համար կարծես դա անարդարացի երևույթ է։ Ինչու՞ միայն այդ մեկը, այդ շարասյունների մեջ ինձ թվում է լեցուն են այդ կարգի, որովհետև այդ մարդկանց հայրենիքը, Հերմինե ջան, մեծ երկիրն է։ Ես մի հատ միտք եմ ձևակերպել, ուզում եմ հիմա կրկնեմ։ Դա կոչվում է ռսահպատակության գեն։ Այս հարյուրամյակների ընթացքում մի մասի մոտ հայ ժողովրդի այդ ամուր այդ գենը ամրակայել է։ Եվ իրենք հայրենասիրություն ասելով հասկանում են, որ այդ երկրին պիտի սիրեն, ենթարկվեն, եւ եթե դու ասես դավաճանել ես կամ հավատարիմ չես եղել, իրենք կարող է զարմանան, որտեվ այդ է իրենց մեջ, իսկ դա միայն սերնդափոխության արդյունքում կարող է փոխվել եւ վերանալ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդապետյան, զրույցի համար։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ, հասարակական եւ մշակութային գործիչ Վահան Վարդապետյանն էր, կհանդիպենք։